Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք եկեղեցու վերնախավ իշխանություն Թնջուկը շարունակում է չլուծված մնալ նախօրեին Մայրաթորը հայտարարում է հետամուտել լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը նշելով եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինական նոր դրսևորումներով Արագածոտնի թեմի Հովանավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահներն անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի գրավմամբ բռնազավթված է Հովանավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի հոգեվոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ եւ բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգեվորականների նկատմամբ, ասում են Մայրաթորից։ Մայրաթորն արձանագրում է, որ իշխանությունների հովանավորմամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են չունեն հոգեվոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր արձագանքել է Մայրաթորի հայտարարությանը կաթողիկոսին մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու, Հայաստանի հոգևոր կյանքը փակուղի տանելու եւ կաթողիկոսական գործունեությունը առևտրի վերածելու մեջ, նշելով, որ դրանք են պղծություններ։ Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել։ Նա նշել է, որ շարունակելու են աղոթքները Հովանավանքում, հետո նաեւ Մայրաթորում։ Հովանավանքի մեր աղոթքները կտրիչ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն։ Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի եւ այլն եւ այդպես շարունակ չասեն։ Պղծությունն այն է, որ կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովանավանքում, հետո նաև Մայրաթորում։ Հիշեցնեմ, Մայրաթորը հոկտեմբերի 21-ին էր Տեր Արամին կարգալույց հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ Կիրակնօրյա պատարագի անցկացումը հոգեկործան նախաձեռնություն անվանեց, հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է։ Մայրաթորի կողմից կարգալույց այրված նախկին քահանան շարունակում է պնդել, չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ, որքան ստացվի։ Նախորդ Կիրակի Հովանավանքում պատարագ մատուցեց կարգալույց հռչակված քահանա Տեր Արամը, որին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվա պատարագն ինձ համար իմ հոգու եւ հոգեվոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ էր, հայտարարել էր վարչապետը։ Նա նաև նշել էր, որ կարգալույցը չի կարող կարգալույց հռչակել Տեր Արամին։ Փաշինյանը նաև ասել էր, որ այս Կիրակի եւս պատրաստվում է մասնակցել Տեր Արամի մատուցվելիք պատարագին։ Այժմ զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Շահզադ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, այս իշխանությունը եւ եկեղեցու վերնախավը միմյանց պղծության եւ սրբապղծության մեջ են արդեն հասել մեղադրանքների տարապ տեղալ։ Ի վերջո իրավիճակը փակուղային է։ Բոլորովին։ Ինչու՞։ Լուծումներ կան։ Որն է։ Հազարը մի լուծում կա։ Առաջին հերթին մեր շահերի պաշտպանը Հայաստանի Հանրապետության իշխանությունը հավատացյալների շահերի պաշտպանն է։ Մենք հիմա դիմում ենք մեր իշխանություններին, ասում ենք պաշտպանեք մեր իրավունքները։ Դրա համար մենք հատուկ ինստիտուտներ ենք ստեղծել։ Մեր ժողովրդավարական երկրում կա առնվազն ես երկուսի մասին հիմա կարող եմ ասել. մարդու իրավունքների պաշտպանը եւ արդարադատության նախարարությունը։ Դրանք պարտավոր են ապահովել խղճի ազատությունը, օրինակ արդարադատության նախարարությունը պետք է միջամտի այս վեճին, ինչպես այս կոնֆլիկտին, կանոնադրություն ունի,
կրոնական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ունի կանոնադրություն, ունի գույք, ունի հարաբերություններ պետության հետ եւ կազմակերպությունը իր անդամների միջ հավատացյալական հարաբերություններ։ Ինչպիսի հարաբերություններ կան այդ կրոնական կազմակերպության հոգևորականները, պաշտոնյաները ունեն հարաբերություններ, որոնք կարգավորվում են կանոնադրությունով եւ օրենքներով։ Դա մեկ, երկրորդը մարդու իրավունքների պաշտպանը, այդ ինստիտուտը հատուկ ինստիտուտ է։ Եթե օրինակ հիմք ընդունենք հիմա քննարկման համար մեր եկեղեցու հոգևոր առաջնորդների հայտարարությունը, որ իրենց իրավունքները ոտնահարված են, ուրեմն դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանին, խղճի ազատության պաշտպանն է, չէ, ու կարծես թե կառավարությանը չենթարկվող օրենքով։ Առանձին կարծիք ունի։ Ես կարծում եմ, որ հոգևորականները, պաշտոնյաները հոգևորը այդ դասը պետք է դիմի մարդու իրավունքներին, որ նրանք պաշտպանեն իր գույքը, ստացվում է, որ գույքը տարել են, ինչ որ մեկը գույքը տարել է, իսկ իրենց ներսի այդ հարաբերությունները ով է պիղծ, ով սուրբ, դա կարծես թե մի քիչ այլ հարթություն է, դա իրենք պետք է պարզեն իրար հետ, լավ կլիներ, որ թափանցիկ չլիներ, այդ հայհոյանքները մենք չլսեինք, որտեղ մեր համար կարևոր է հայ առաքելական սուրբ եկեղեցու վստահելիությունը, անվստահելիությունը ինչ եք դիրար հայհոյում, ձեր ներքին խնդիրները ինչ եք բացում տգեղ ձևով, նո կարել է բաց քննարկ ազգային ժողովը բաց քննարկումներ է անում, հարց ու պատասխան իրար հետ եւ կառավարության հետ, չէ՞, այդպես էլ թող իրենց հարց ու պատասխանը քննարկեք, մենք էլ լսենք։ Ես կարծում եմ, որ լուծումը կա։ Արդարադատության նախարարությունը պետք է միջամտի անպայման, եթե կանոնադրությունը խախտվել է, կամ կրոնական կազմակերպության իրավունքները խախտվում են, ոտնձգություն կա, գույք են, իրար մեջ թեկուս, ինչ որ մեկ նույնիսկ խաչ գողանալու իրավունք չունի, չէ, տանի իր տան պատից կախի։ Բայց պարոն Արշակյան, տեսեք, եթե իշխանության բառերով ասած, Կտրիչ Ներսիսյանը պիտի հեռանա, նա չի հեռանում եւ օրինակ հոգեվոր խորհուրդը, այնտեղ եպիսկոպոսները, այդ եպիսկոպոսած դասը եւ այլն, որոնք աջակցում են նրան, ենթադրեն Կտրիչ Ներսիսյանը հեռանում է։ Եվ նոր կաթողիկոս է ընտրվում, տեղապահ է կամ նշանակվում, չգիտեմ։ Բայց հոգեվոր խորհուրդը, այսինքն Կտրիչ Ներսիսյանը կարող է գնալ, հոգեվոր խորհուրդը, որը ըստ իշխանության աջակցում է սրբապղծությանը հիմա, կարող է մնալ։ Դա այսինքն անձնավորված է հարցը։ Եթե ոչ, ապա ինչու է միայն թիրախում կաթողիկոսը։ Միայն կաթողիկոսը չի, կաթողիկոսը ի պաշտոն է հայտարարություններ է արել, ինքն իրեն թիրախավորել է, նա հայտարարել է, որ աջակցում է։ Հոգևոր խորհուրդը աջակցում է կաթողիկոսին։ Տեսեք, շղթան ինչպես է, ուրեմն մի քանի հոգևորականներ հայտարարել են, որ խախտելով կանոնադրությունը եւ եկեղեցում ընդունված եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված արդարադատության նախարարությունում գրանցված ծրագրերը, գործունեության ծրագրերը, խախտելով դրանք, միացել են քաղաքական գործողություն, քաղաքական ինչ-որ պրոցեսի ու Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը դատարանը դա ճանաչել է հանցագործություն, քրեական հանցագործություն, օրինակ ռազմական հեղաշրջումը, քաղաքացիական պատերազմը, այսինքն հոգևորականը հայտարարել է, հոգևորականը, տեսեք, պաշտոնյան, եկեղեցու պաշտոն հայտարարում է, որ կոչ է անում Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը լուծարել։ Մի երկու գեներալով տապալ։ Այո, լուծարել, դա նշանակում է ժողովրդավարական չի։ Դա ամբողջ բարդությունն է, որ դա ժողովրդավարական Հայաստանում ընդունված օրենքներով չի իշխանափոխությունը։ Զինված հեղաշրջում է։ Զինված հեղաշրջումը այնպես չի հայ ժողովուրդը, այն ժողովուրդը չի, որ շարք կանգնացնեն ու մեզ տանեն։ Բա որ դիմադրենք ու անպայման կդիմադրենք, այս սրանից 7 տարի առաջ
18 թվականի հեղափոխությունը, Թավշյա հեղափոխությունը դառնում է արյունոտ հեղափոխություն։ Դա էլ է հեղափոխություն լինելու։ Այսինքն քաղաքացիական պատերազմի կոչ անող հոգևորականներին առնվազն ըստ կանոնադրության, ըստ կոչման մեր հոգևորականները վերադաս այդ կրոնա խորհուրդը եւ կաթողիկոսը պետք է նրանց անպայման մերժեին, դատապարտեին, կարգալուծ անեին։ Իսկ եթե գնում կանգնում են նրանց կողքին, ստացվում է, որ մեր հոգևոր խորհուրդը այս դեպքում եւ կաթողիկոսը նույնպես քաղաքացիական պատերազմի կողմն են, բարիկադեն ստեղծել Հայաստանում։ Հիմա դրա համար եմ ես ասում, արդարադատության նախարարությունը պետք է միջամտի, իսկ իրենց շահերի, այդ հոգևորականների շահերի, խռովարար հոգևորականների շահերի պաշտպանը մարդու իրավունքների պաշտպանն է։ Եվ ես ավելին կասեմ, ընդհանրապես ազգային ժողովը պետք է միջամտի։ Ես կասեի գործարք, հիմա մոդայիկ։ Ինչպես օրինակ։ Հանձնաժողով ստեղծի հրավիրի երկու կողմերին։ Իհարկե երկու կողմերին հոգևորականներից նրանք ովքեր որ կարծում են որ իրենց գործընկերները հոգևորականները կանոնադրությունը խախտում են մի կողմ կանգնեն այսինքն երկու կողմից լինի ազգային ժողովը իր վրա վերցնի մրցավարի եթե կուզեք խաղաղարարի ֆունկցիան բայց եթե կողմերը չեն ճանաչում միմյանց լեգիտիմությունը ինչպես կարող են գալ նստել մի ստեղանի շուրջ ու ինչ-որ բան խոսել բերման կենթարկեն նրանց մեր իշխանությունները Հայաստանի Հանրապետություն տարածքում գտնվող ցանկացած անհատի կարող է բերման ենթարկել օրենքի ուժով ոնց չի ուզում դու ես որպես հավատացյալ եմ ասում հիմա որպես հավատացյալ հայտարարում եմ ազգային ժողովը թող հրավիրի նրանց ուղղանկյունի սեղանի շուրջ եւ հաշտեցնի թող ներկա լինեն այդ լսումներին, դրանք լսումներ են կոչվում։ Ունենք մենք կարծում եմ այդպիսի մի հանձնաժողով, հումանիտար հանձնաժողով ասեմ, նա կարող է կազմակերպել, բայց կարող է ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծել հենց այդ օրակարգով։ Երկու կողմի հոգևորականներին, տեսեք չեմ ասում, երկու կողմի հոգևորականներին հրավիրի լսումներ անցկացնի ու իր կարծիքը հայտնի, բայց կարևոր է առաջի կետը իմ ասացի արդարադատության նախարարը արդարադատության նախարարությունը պետք է միջամտի մեր շահերը որպես հավատացյալ եմ ասում մեր շահերը պաշտպանեք մեր գույքը պաշտպանեք մեր գույքը դրա համար եք դուք կոչված կանոնադրությունը եթե խախտվել է նախ պարզեք խախտվել է թե չէ գուցե չի խախտվել կանոնադրությունը ոչ մի կողմ երկու կողմ են չէ իրար սրբա զանց հա ինչ են կոչում սրբապիղծ կոչողները այդ դրանց պետք է արդարադատության նախարարը պետք է իր կարծիքը ուղարկի այդ հանձնաժողովին ասում որ կանոնադրությունը սրանք են խախտել կամ նրանք կամ երկուսն էլ խախտում են նորից արդարադատության նախարարությունը պետք է վճիռ կայացնի լիցենզիա տվողը կրոնական կազմակերպությանը իրավունք տվողը մեր իշխանությունն է, մեր պետությունն է եւ իդեմս արդարության նախարարության։ Ես կարծում եմ, որ հարկավոր է այդ անեծքներից, հայհոյանքներից տեղափոխել իրավական դաշտ։ Ուրեմն կարծես թե երկու բան առաջարկեցի։ Ազգային ժողովում հատուկ հանձնաժողով կամ գոյություն ունեցող հանձնաժողովի իրավունքներով, եթե այդպիսի իրավունքներ ունի, ուրեմն հրավիրի Պարոն Արշակյան, տեսեք, դա եթե այդպես հնարավոր է, իհարկե դա ենթադրենք լավագույն կամ իդեալական տարբերակ։ Իսկ եթե այդ տարբերակը չի աշխատում կամ կողմերից որևէ մեկը հակված չէ այդ տարբերակին, ապա աշխատում է դատարանը, կողմերից մեկը, օրինակ հավատացյալները, ես որպես հավատացյալ, այ հիմա հայտարարություն եմ անում դատախազությանը։ Իմ իրավունքները
որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալի խախտվում են, հայհոյում են իմ հոգևորականներին, իմ եկեղեցու հոգևորականներին հայհոյում են հենց հոգևորականները ու քրեական գործ հարուցեք, ինչ իրավունք ունեն, նրանք ինչ իրավունք ունեն, կարևոր չի, նրանք իրար ինչպես են դիմում, ինձ համար կարևոր չի, նրանք իրար ինչպես են դիմում, ով է նրանցից ավելի սուրբ, ով ավելի պակաս սուրբ։ Ու պարզի դատախազությունը հայհոյողները ինչ հիմքեր ունեն, այդ հիմքերը եթե փաստական են, այդ հայհոյվածների վրա գործեր հարուցեն։ Հենց հիմա ին վրա գործ կա։ Հա, գիտեմ։ Զրպարտության Սամվել Կարապետյանը ինձ ուզում է տանի իրենց գյուղի դատարանին է դիմել, մեր գյուղինը չէ։ Երևան չի դիմել, նա ինձ ուզում է տանել իրենց գյուղում դատել զրպարտության համար։ Ես ասել եմ, որ Սամվել Կարապետյանը հարկերից խուսափում է, կրկեսը ժամանակին չի շահագործման հանձնել եւ ընդհանրապես միացել է ապստամբ ասենք խռովարար հոգևորականների շարժմանը ինքը հայտարարել է երրորդ կետը Սամվել Կարապետյանին ասենք որպես նմուշ երրորդ կետը հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացիները սրանից մի տարի առաջ ստորագրահավաքով եվրաքվեով դիմեցին գերագույն ազգային ժողովը Ֆրեդներ ազգային ժողովին դիմեցին խնդրեցին որ կամ առաջարկեցին որ Հայաստանի Հանրապետությունը գնա դեպի Եվրոպա, մեզ տանի դեպի Եվրոպա, միանանք Եվրոպային հրավիրենք Հայաստան, արդեն եկել են։ Ուրեմն այդ դրան դեմ է Սամվել Կարապետյանը, ես ասել եմ դեմ է։ Հայտարարություն արել, որ ինքը չի հարգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը, կամքը, այդ ստորագրահավաքը եւ օրենքը։ Հիմա Սամվել Կարապետյանը ասում է, որ դա զրպարտություն է, կրկես արդեն 15 տարի աշխատում է, ինքը հարկերը պարտաճանաչորեն վճարել է, փողերի լվացումով բանով չի զբաղվել, եւ այդ հայտարարությունը օրինական է դեմ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությանը։ Ես ասում եմ, եթե ինձ կարելի է դատել տալ հատուկ վտանգավոր սովետական ռեցիդիվիստին, կարելի է դատի տալ, բայց չի կարելի է հոգևորականներին զրպարտության համար դատի տալ։ Զրպարտում են, երբ իրար սրբապիղծ են ասում։ Զրպարտում են, երբ ասում են եկեղեցին զավթել են։ Դատախազությունը թող գործ հարուցի։ Մենք էլ դրանով զբաղվենք, բանու գործ չունենք։ Թող հարուցի։ Այ գործ, այ հայտարարություն հանցագործության մասին։ Զրպարտում են իրար մեր հոգևորականները, մենք նրանց պահում ենք։ Մենք նրանց անդամավճար ենք տալիս, իդեպ անդամավճարի ինստիտուտը մցրեք, ով որ ասում է ես հարգում եմ, հետևորդն եմ, հայ առաքելական սուրբ, եկեղեցու թող ցույց տա իր անդամավճարի տոմսը, ինչով է ինքը, որտեղ է մկրտվել, Գրանց Համատյանը թող ինձ ցույց տա, ես ուզում եմ դա մտնի օրենք դառնա, այ հայտարարում եմ, Ես հայտարարություն արեցի զրպարտության մասին, բայց ինձ չկանչեք դատարան, ես արդեն զբաղված եք մեկ այլ գործով։ Իմ գործերով եմ ես զբաղված։ Սամվել Կարապետյանին հիշեցիք փողերի լվացում եւ այլն։ Ոյ, դե հայտարարված դատախազն է։ Ես դրանք չեն էլ հասկանում, որ ես կրկնում եմ։ Դե այո։ Եվ մի բան եմ, կարևոր բան եմ ասել, հեղափոխության առաջի օրվանից ասել եմ դասական հեղափոխությունը, ուրեմն տելեգրաֆը պետք է փակվի, այսինքն մամուլը հակառակորդի զանգվածային լրատվությունը, որը ինոագենտներ որպես պետք է փակվեն, ֆինանսական աղբյուրները պետք է փակվեն, մեր երկրի թշնամիների ֆինանսական աղբյուրները պետք է փակվեն եւ տեղաշարժի իրավունքը սահմանափակվի, չգան այստեղ հեղափոխություն դիվերսիաներ կազմակերպեն։ Ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ոչ բարեկամ երկրի քաղաքացիները, երբ որ գալիս են Հայաստանում ուզում են իշխանափոխություն կազմակերպել, նրանց մուտքը արգելվի Հայաստան առնվազն, նրանց ռեսուրսները, փողը, որով իրենք կազմակերպում են ընտրակեղծիքներ են կազմակերպում, փողով առնում են ձայները, իշխանությունը առնում են փողով, մենք դրա օրինակները ունենք եւ կան քրեական գործեր արդեն, փողով հանրահավաքներ, երթեր կազմակերպողները, այ դրանց փողանք պետք է սոցիալապես անապահով դառնան։ Ես ասել եմ,
2018 թվականին փակել հեղափոխությունը թերանում է։ Հիմա էլ եմ ասում, հիմա էլ հարկավոր է փակել այն աղբյուրները փողերի եւ քարոզչության, որոնք որ դեմ են մեր երկրի անկախությանը եւ ժողովրդավարությանը։ Ես դրանց համարել եմ եւ Սամվել Կարապետյանին ասել եմ, դա դիվերսիա է մեր պետության դեմ, ժողովրդավարության դեմ, ուրեմն դիվերսիանտի հետ վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես զինված դիվերսիանտի հետ, զինաթափում ենք։ Եթե դիվերսանտը հրազենով էր գալի, յաթաղանով էր գալի, նրան զինաթափում ենք, չէ՞։ Իսկ եթե փողով է մեկ եկել, ուրեմն փողն ենք վերցնում, ազգայնացնում, իրեն էլ զինաթափում։ Ուրեմն այդ նույն կանոնով ես մեր դատախազությանը առաջարկում եմ մեզ ազատել այդ զրպարտիչներից, թող ապացուցեն կողմերից որն է ավելի մեծ զրպարտիչ, ավելի սուրբ, թող մեզ ազատեն։ Մենք ուզում ենք, մենք հեղինակություն ենք համարում, մենք հավատում ենք մեր եկեղեցուն։ Ես ուզում եմ, որ այնտեղ մաքուր լինի, ամբասիր վարք եմ ուզում տեսնել այնտեղ։ Ես իմ երեխաներին այնտեղ եմ տանում, ինքս գնում եմ այնտեղ։ Այդ շենքում դրան ձեռքի տակ եմ ես Աստծուն դիմում։ Արդարություն ես այնտեղ եմ ուզում, փնտրում եմ այնտեղ, ուզում եմ, որ արդարության ամենամաքուր օջախը լինի մեր եկեղեցին։ Թող, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերին։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր։ Այժմի համար այսքան է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջին հետ։